Ողջույն սիրելիներս, այսօր միասին պատրաստելու ենք ամենաքնքուշ ու ամենաքաղցր բլիթները, փոքրիկ արջուկներով ու մեծ սրտով։ Հավատացեք, այս բլիթները ոչ միայն համեղ են, այլ նաև ժպիտ ու սեր են պարգևում։ Դե ինչ սկսենք պատրաստելը շատ մեծ սիրով, կկիսվեմ ձեզ հետ պատրաստման եղանակով։ Կարելի է պատրաստել շատ արագ, բայց ուրախացնել բոլորին, ընտանիքի բոլոր անդամներին, անգամ սիրելիին։ Դե ինչ գնացինք։ Խմորի համար վերցնում ենք սենյակային ջերմաստիճանի շատ փափուկ կարագ, տեղափոխում ենք ամանի մեջ, վրան ավելացնում ենք շաքարավազը եւ սկսում ենք հարել, մինչեւ շաքարավազի հատիկները էլ չզգացվի։ Կարող եք շաքարավազը փոխարինել շաքարի փոշիով, էլ ավելի հեշտ կստացվի։ Ահա, մի քանի րոպե հարելուց հետո կարող եք նաեւ հարիճ օգտագործել։ Ավելացնում ենք 2 ձուն եւ շարունակում ենք խառնել։ Լավ հարելուց հետո այստեղ ավելացնում ենք վանիլինը եւ փխրեցուցիչը, կարող եք օգտագործել նաեւ սոդա։ Եվ վերջում ավելացնում ենք ալյուրը, ստանալու ենք փափուկ, ձեռքերին չկպչող խմոր։ Ահա, սիրելի հետևորդներ, տեսեք որքան փափուկ խմոր ենք ստացել, բաղադրիչների ճշգրիտ քանակությունը կգտնեք տեսանյութի ներքևում։ Խմորից մի փոքր հատված վերցնում ենք, որպեսզի ներկենք կարմիր գույնով։ Խառնում ենք կարմիր գույնը եւ լավ տրորում ենք, մինչեւ ստանանք վառ կարմիր խմոր։ Ահա, շատ գեղեցիկ գույն ստացվեց, այժմ սեղանին լավ ալյուր ենք ցանում եւ մոտավորապես 2 սանտիմետր հաստությամբ բացում ենք խմորը։ Եվ ահա այս ֆորմայի օգնությամբ հանում ենք արջուկներ։ Իսկ կարմիր խմորից պատրաստում ենք գեղեցիկ սրտիկներ եւ ձևավորում արջուկը։
Այստեղ կարող եք օգնել երեխաներին եւ պատրաստել միասին, վստահեցնում եմ շատ լավ ժամանակ կանցկացնեք, կստացվի էլ ավելի համեղ, ես ավելացրեցի նաև ականջներ, ավելացնում եմ նաև աչքեր, ջեռոցը միացնում, տաքացնում ենք 170 աստիճան, կարելի է նաև 160 աստիճան, շատ արագ են թխվում, պետք է մոտից չհեռանալ, քանի որ հաշված րոպեների ընթացքում արջուկները պատրաստ են լինում, շատ կարմրացնել պետք չէ, որպեսզի ստանանք փխրուն թխվածքաբլիթներ։ Եվ ահա, մեր սիրունիկ արջուկ բլիթները պատրաստ են, նրանք ոչ միայն սիրունիկ են, այլ նաև շատ փխրուն ու համեղ, ուղղակի հալվում են բերանում։ Եթե ձեզ դուր եկավ, լայքեք տեսանյութը, բաժանորդագրվեք ալիքին, մեկնաբանեք, լիքը սրտիկներ թողեք մեկնաբանություններում, մինչև հաջորդ համեղ տեսանյութը եղեք սիրով ու ջերմությամբ լցված։ Սիրում եմ բոլորիդ, շնորհակալություն հետևելու և մեկնաբանություններ գրելու համար։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում։